Եթե ցանկանում եք առողջ ու երկար մազեր ունենալ առանց թեփի, յուղի եւ վերքերի եւ առհասարակ ձեր մազերը խնամել ու երկարացնել, ուրեմն մեր այս դիմակը ձեզ համար է։ Մնացեք մեզ հետ, հիմա անցնենք մեր դիմակի պատրաստմանը։ Ողջույն, ձեզ հետ եմ ես, Աննա Հովանիսյանը, դուք Շոկոլադ Woman-ի մեր էջում եք, հիմա անցնենք մեր այս հրաշալի դիմակի պատրաստմանը։ Մենք այսօր գլխամաշկի համար պիլինգ ենք պատրաստելու։ Ինչպես հիմա տեսնում եք իմ սեղանին, մեր պատրաստի արտադրանք պիլինգն է։ Սա այսպիսի տեսքով է փաթեթավորված, սա վերջնական փաթեթավորումն է, Վալբերիսում այս ձևով ենք վաճառելու, արդեն կա վաճառքում, իսկ սա հենց ապրանքն է։ Բավական հեշտ օգտագործվող է եւ շատ առողջարար եւ շատ կարեւոր խնամքի միջոց է հատկապես նրանց համար, ովքեր յուղոտ մաշկի, յուղոտ մազերի, թեփի հետ մեծ խնդիրներ ունեն։ Հիմա մենք նմանատիպ ապրանք ենք պատրաստելու, ես նկատի չունեմ տեսքով նման, որովհետեւ սա արդեն պրոֆեսիոնալ է, սա մեր արտադրության մեջ է, ինքը պրոֆեսիոնալ խնամք է։ Այս տեսակը հենց մենք չենք կարողանա պատրաստել, բայց նմանատիպ ապրանք մենք հիմա ձեզ հետ կպատրաստենք։ Այս ապրանքները բոլոր տեսակ մաշկերին էլ լավ են, կլինի ձեր մաշկը զգայուն է, կլինի յուղոտ է, կոշտ է, տղամարդ եք, կին, երեխա, բոլորին կարելի, եւ որ ամենակարևորն է, այս ապրանքները բավական արդյունավետ են։ Պարզապես սա պրոֆեսիոնալ է, ովքեր ալարում են կամ ժամանակ չունեն, կարող են սա վերցնել օգտագործել, իսկ ովքեր ժամանակ ունեն եւ սիրում են խոհանոցում ստեղծագործել, զբաղվել քիմիայով, կարող են իրենք վերցնել եւ սկսել ինձ հետ պատրաստել։ Մեր այսօրվա դիմակի համար մեզ հիմնականում ծովի աղ է անհրաժեշտ, տեսեք, ծովի աղը դեղատներում, որոնք վաճառվում են, հենց այսպիսի տեսք ունեն, այսպիսի հատիկներով։ Բայց քանի որ սա շատ խոշոր կլինի մեր գլխամաշկի համար, կարող է վնասել, առհասարակ խորհուրդ չեմ տալիս այսպիսին օգտագործել։ Վերցնում եք ձեզ հարմար եղանակով, աղում եք, կարող եք աղացներ օգտագործել, կարող եք փշրել, մի խոսքով ձեզ հարմար տարբերակը, որը որ կլինի։ Սա պարզապես ուզեցի ցույց տալ, ինչից ինչ ենք դարձրել, որ այս ընթացքում հարցեր չառաջանան։ Սովորական վերցնում եք 2 թեյի գթալ աղ եք ավելացնում։ Ասեմ ավելին, առհասարակ բոլոր տեսակ աղերը իրենք ընդհանուր առմամբ ծովից են առաջացել, ծովի աղ են։ Եվ եթե շատ մեծ տարբերություն չի լինի, եթե դուք սովորական աղ օգտագործեք, բայց եթե ձեզ մոտ կասկած կա, կարող եք վերցնել պարտադիր տանջվել աղալ եւ օգտագործել ծովի աղ։ Բայց ես հիմա, որպեսզի դիմակ ամբողջական ստացի, օգտագործում եմ ծովի աղ, աղացած վիճակում, որ լինի շատ մանր։ Աղացել եմ սովորական սրճաղացով։ 2 թեյ գթալ վերցնում եմ աղ, սրանք հանենք, Հաջորդիվ աղը մեր գլխամաշկի բակտերիաներն է մաքրելու եւ սկրաբային հատկություն է տալու։ Դրա համար ինքը շատ կարևոր բաղադրամաս է։ Հաջորդիվ ես իմ դիմակի մեջ կլցնեմ կարմիր կավ կամ կապույտ կավ։ Սա արդեն ձեր ցանկությամբ է, 2 տեսակ կավերից որն էլ կուզենաք կարող եք, կավը այս դեպքում այդ յուղը մաքրելու գործն է իր վրա վերցնելու եւ կրկին սկրաբային հատկություն ունի։ Մենք այստեղ կավը օգտագործում ենք մի թեյի գթալ։ Ինչ հարաբերակցությամբ էլ որ վերցնեք, կարող եք օրինակ, եթե այս քանակը, որը կպատրաստենք, քիչ կլինի ձեզ համար, օրինակ կարող եք ճաշի գթալով, էլի 2 ճաշի գթալ կվերցնեք աղը, մի ճաշի գթալ կավը։ Ես հիմա թեյ գթալի չափսերով եմ անում եւ ամենքից այս քանակով եմ վերցնում։ Կարմիր կավը ոչ միայն շատ օգտակար է, այլ նաև շատ գեղեցիկ տեսք է տալիս, եթե դուք տնային խնամքում սիրում եք ոչ միայն օգտակարությունը, այլ նաև գեղեցկությունը, սա հենց ձեզ համար է։ Եվ որ ամենակարևորն է, բավական հեշտ է պատրաստվում։ Այսպես մի փոքր խառնում եք, ավելացնում եք սովորական գլիցերին։ Ծովի աղը, կավը, այս բոլոր ապրանքները, ինչպես նաև սովորական գլիցերինը, սա նաև սննդային են ասում, որը նաև կարելի է խմելով օգտագործել, վաճառում են բոլոր տեսակ դեղատներում, այնպես որ շատ շարքային են եւ բավական մատչելի։ Իրենց տված օգտակարության հետ իրենց ծախսած գինը ուղղակի անհամեմատելի է։ Մի թեյի գթալ էլ մենք օգտագործում ենք գլիցերին։ Կարող եք գլիցերին չօգտագործել, մեղր օգտագործել։ Եթե տեսնեք, որ շատ պինդ է ստացվել,
Կարող եք մի քիչ էլ ավելացնել, այստեղ ոչ մի խնդիր չկա, այնքան որ հնարավոր լինի քսել գլխին։ Ուղղակի որ շատ ավելի շատ օգտագործեք, աղը կսկսի հալվել, դրա համար շատն էլ ճիշտ չի լինի։ Հաջորդի գլխամաշկը սնուցելու համար, որովհետև մեզ պիլինգի դեպքում ոչ միայն հարկավոր է, որ մենք ավելորդ յուղոտությունը վերքերը մաքրենք, այս դեպքում օրինակ աղը այդ վերքերը մաքրելու եւ ախտահանելու համար է, կավը կեղտը մաքրելու, մեռած մաշկը մաքրելու, բայց մեզ նաև հարկավոր է, որպեսզի մենք այն կարողանանք գլխամաշկը սնուցել, մաշկը առողջացնել։ Դրա համար մենք ավելացնում ենք վիտամին B12։ Սա այսպիսի գույն ունի, շատերի դե ծանոթ, ինքը բավական մատչելի է, էլի դեղատանն եմ վաճառում, այսպես մի 30-50 դրամի սահմաններում, դուք ինչ երկրից էլ որ նայեք, բոլոր տեղերում սա հասանելի է, ամենահասանելի վիտամիններից մեկն է։ Պարզապես այս քանակի համար բացում եք մի ամպուլա եւ ինքը ձեզ լրիվ բավական է։ Հեշտ էլ բացվում է, ոչ մի խնդիր չի լինում, քանի որ մենք այս վիտամին ավելացնում ենք, սա նշանակում է, որ ձեր պատրաստուկը շատ թարմ է հարկավոր օգտագործել, դուք չեք կարող, քանի որ այս հաբի նման է դեղ է, լցնում եք մեջը, թողնեք, չգիտեմ, 2-3 օրից օգտագործեք։ Հա, կարող եք այն չխառնուրդներն իրար խառնել, թողնել, երբ ուզում եք արդեն գլիցերինն ու այս մյուս նյութերը կավելացնեք, բայց եթե ոչ, ուղղակի միշտ թարմը պատրաստեք, հատկապես որ բավական արագ է պատրաստվում։ Խառնում եք, սա ձեր մազերին համ առողջ փայլ է տալու, համ արյան շրջանառությունն է լավացնելու։ Մենք հաջորդիվ կարող ենք արդեն այստեղ ավելացնել եթերայուղերից, եթե ձեր մոտ շատ այսպես յուղոտ մաշկ է, բորբոքված մաշկ է, ավելացնում եք թեյի ծառի եթերայուղ, ծիտրոնի եթերայուղ, շալֆեի եթերայուղ, ամենքից մի 15-20 կաթիլ։ Շատ դժվար է գալիս։ Եթերայուղերը բավական ակտիվ են եւ եթե այսպես տեսնեք, այստեղ որոշակի ռեակցիա է գնում, որը հենց շատ լավ է, նշանակում է, որ բավական լավ կաշխատի մեր գլխամաշկի վրա։ Հետո նաև կարող եք ավելացնել Եղևնու կոնի եթերայուղ, այս բոլորը ինչ ասում եմ, շատ հեշտ է դեղատնից ձեռք բերելը, ես բոլոր անվանումները, որպեսզի դուք դրանցում ընդհանրապես չշփոթեք, կարող եք հենց այնտեղից վերցնել դեղատնից գնել, պարտադիր չի, հենց նույն պիտակներով, որը ես եմ օգտագործում, վերցնեք, որտեղ օրինակ ինձ մոտ շատ նյութեր ֆրանսիական արտադրության են, այնտեղից են վերցված, հեշտ չի լինի ձեռք բերելը։ Դրա համար ես ուղղակի ասում եմ, տարբերություն չկա էլի որտեղից եք առնելու, հենց սովորական դեղատներից առեք։ Վերջ, այսքանով իսկ մեր այս շքեղ ապրանքը, այսպես մի քանի կաթիլ էլ օրինակ սրա եթերայուղն եք ավելացնում, եւ եթե օրինակ դուք ոչ միայն այսպես բուժիչ նյութերի կողմնակից եք, այլ նաև կուզենաք, որ ձեր դիմակը մի քիչ էլ սառեցնող հատկություն ունենա, կարող եք մենթոլի, նանայի եթերայուղ օգտագործել։ Եթե ուզում եք այսպես սառեցնող էֆեկտը շատ ավելի բարձր լինի, ուրեմն մոտ մի 3-4 կաթիլ, երևի ավելի շատ, մինչև մի 10 կաթիլ կարող եք ավելացնել, ինքը արդեն ձեր գլխամաշկին բացի այս բուժիչ հատկություններից նաև սառեցնող հատկություն կտա։ Այսպես լավ խառնում եք, յուղոտ մաշկով մարդիկ այս դիմակը կարող են օգտագործել շաբաթը միայն մեկ անգամ։ Այն մարդիկ, ովքեր ունեն գլխամաշկի չորություն, չոր մազեր, քանի որ ինքը լավ շերտազատող է, ձեզ համար սա հարկավոր է օգտագործել 15 օրը մեկ անգամ, այսինքն 2 շաբաթը մեկ անգամ կամ ամսվա մեջ 2 անգամ։ Սա օգտագործելու եք լողանալու ընթացքում, երբ մազերը ձեր մի քիչ խոնավ են, այդ խոնավ ժամանակ այսպես մի փոքրիկ վերցնում եք, դնում գլխամաշկին ու մերսում եք գլխամաշկը, այսպես մերսելով գնում եք առաջ, մի 10-15 րոպեի չափ թողնում եք, կարող եք 10 րոպեի 15-ի մեջ տեղավորվել,
մերսում եք եւ դրանից վերջ լվանում եք սովորական, անմիջապես հետո կտեսնեք ինչպես է մաշկը փայլում, կտեսնեք ոնց է գլխամաշկն առողջացել, շնչել, մի խոսքով շատ լավ արդյունք է տալիս, հենց առաջի անգամից, բայց արդեն ինչպես օրինակ ես իմ տեսանյութի սկզբից ասեցի, հավես չունեք պարզապես եւ չեք այդքան նախընտրում տնային խնամքի միջոցներ, մեր այս նոր ապրանքը ուղղակի հրաշալի փոխարինող է եւ ոչ միայն փոխարինող, ինքը առաջնային է, քանի որ ինքը արդեն պրոֆեսիոնալ է, սա կարելի է շաբաթվա մեջ մեկ անգամ օգտագործել, հատկապես որ իր օգտագործելը եւ բավական հեշտ է եւ շատ օգտակար է։ Տեսեք, ինքը այսպես սկսում եք, տեսեք, այսպես ծորացող հատկություն ունի, բավական հեշտ, այսպես քսում եք գլխամաշկին, մատներով մերսում եք եւ ինքը գլխից շատ հեշտ է հլնում։ Մի 10-15 րոպե սա եք թողնում, էլի լվանալու ընթացքում։ Իսկ եթե մեր այս ապրանքները եւ մեր այս պատրաստուկները ձեր դուրը գալիս են, անպայման կիսվեք կարծիքներով, ձեր բաղադրատոմսերն էլ կարող եք առաջարկել, եթե շատ ավելի լավ բաղադրատոմսեր ունեք, մեր բաղադրատոմսերի նման, որ վստահ եք, որ աշխատում են, շատ ուրախ կլինեմ, որ կիսվեք դրանցով։ Իսկ ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հետագա հաղորդումներին։